Հարությունյանը Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայել Գարուզինը հայտարարել է, ասել է, որ սպասում ենք մինչև դեկտեմբեր Երևանից արձագանք հանրաքվեի հետ կապված, եթե ճակատում ՀԻԱՏՄ անդամ պետությունները այդ արձագանքը չունենալով արդեն իսկ իրենց հետագա քայլերը կանեն, ինչ եք սպասում այդ 4 պետությունները ինչ կանեն ձեզ դեպքում։ Չգիտեմ, իրանց ներկայացուցիչներին պետք է հարցնեք, մենք ասել ենք մենք ինչ պետք է անենք։ Չգիտեմ այդ ՀԻԱՏՄ մյուս 4 պետությունները ինչ պետք է անեն, բայց գիտեմ, որ մենք ՀԻԱՏՄ լիիրավ անդամ ենք եւ գիտեմ, որ ՀԻԱՏՄ-ից հեռացման մեխանիզմ գոյություն չունի։ Եթե իհարկե պետությունը, տվյալ պետությունը ինքը իր հեռանալու մասին չի հայտարարում կամ նման նախաձեռնություն չի ցուցաբերում, մնացածը իրենք կիմանան։ Բոլոր պետությունները արդեն ռուսական պատժամիջոցները կիրառում։ Ընկերներ, եկեք մենք ճիշտ հասկանանք էլի, մաքսային գոտում չի կարող լինել պատժամիջոց։ Ես ասում եմ չի կարող լինել պատժամիջոց։ Եթե կա պատժամիջոց, ուրեմն դա մաքսային միություն չէ։ Եթե մի միություն կոչվում է մաքսային միություն, այնտեղ ոչ միայն չեն կարող լինել պատժամիջոցներ, այնտեղ չեն կարող լինել ընդհանրապես մաքսեր, ինչպես բառը ինքը ասում է, եւ չեն կարող լինել առևտրի բարիերներ, տարիֆային կամ ոչ տարիֆային բարիերներ, այսպես ձևակերպենք։ Եթե որևէ մաքսային միությունում գործածվում են առևտրին խոչընդոտող որևէ գործիքներ, ոնց էլ կուզեք դրանք կոչեք, դա այլևս ավելի ու ավելի է դադարում մաքսային միություն լինելուց կախված գործադրված գործիքի ուժգնությունից։ Սրա մասին է խոսքը։ Եթե դուք դա կոչում եք սանկցիա, ուրեմն դա սանկցիա է ոչ թե Հայաստանի դեմ, այլ մաքսային միության դեմ, որովհետև մաքսային միության իմաստը մաքսի բացակայությունն է եւ ազատ առևտուրն է։ ՀԻԱՏՄ-ի մասին, բայց դժոխ Հայաստանում ենք, ասում ենք կա, չկա, ապացույցի կա, չկա, երկրները պետք է անեն չան, բայց այդ ամեն ինչի հանրագումարում տուժում է Հայաստանը եւ իր քաղաքացին։ Տուժում է ոչ միայն Հայաստանը, այլև այդ կառույցի հեղինակությունը եւ ֆունկցիոնալությունը, որովհետեւ այլ գործընկերները այդ կառույցի կարող են եւ մտածել ողջամտորեն, որ վաղը մյուս օր այդ նույն սահմանափակումները կարող են եւ իրանց դեմ գործել եւ դա չի նպաստում ամենևին այդ կառույցի զարգացմանը եւ անմաքս առևտրի խորացմանը եւ ազատ շուկայի ձևավորմանը, այն ինչի մասին որ բազմիցս հայտարարում էին այդ միության անդամները եւ Ղազախստանը եւ Ռուսաստանը եւ Բելարուսը միասնական այնտեղ գազի շուկայից էր արդեն խոսակցություն գնում, կներեք, եթե միասնական ծիրանի շուկան է սահմանափակվում, ոնց կարելի է խոսել միասնական գազի շուկայից միության մեջ։ Հետևաբար դա վնաս է հենց ԵԱՏՄ-ին, այո, որի շրջանակներում նաեւ վնաս է անդամ պետություններից մեկին։ Պարոն Եղոյան, Նիկոլ Փաշինյանը ինչու է նույն շեշտադրումները ՀԻԱՏՄ-ի նիստի ընթացքում չբարձրացած այն։ Որ նույն շեշտադրումները։ ՀԻԱՏՄ-ն պետք է ապացուցին կկա թե չկա, բայց փոխարենը մենք լսեցինք վարչապետի ելույթում հավաստիացումներ, որ մենք ՀԻԱՏՄ-ի մաս ենք, ՀԻԱՏՄ-ից չենք հեռանում, թվերը ներկայացրեց վարչապետը մոտ 400 տալիս ենք 170 թե 170 հետ ենք ստանա, իսկ ավելի շատ հավաստիացումներ էր, որ մենք ձեզ հետ ենք, այլ ոչ թե հարց չհնչեց ուղիղ այդ պետությունների ներկայացուցիչներին ՀԻԱՏՄ-ն կա թե չկա, ինչպես օրինակ Երևանում են հնչում այդ հարցը։ Դե կներեք, իսկ ով է ասել, որ վարչապետը մի բանը պետք է 50 անգամ կրկնի։ Մի անգամ մի բանը ասել է եւ ՀԻԱՏՄ նիստում էլ երկրորդ փաստարկն է բերել կոնկրետ մաքսատուրքերի բաշխման մասին, կներեք, մաքսատուրքերի բաշխման մասին։ Կարծում եմ իրեն տեղեկացնել են այդ մասին, այո, կարծում եմ իրեն տեղեկացնում են ՀԻԱՏՄ-ի վերաբերյալ վարչապետի հայտարարությունների մասին, բայց կներեք, երկրորդ փաստարկն էլ պակաս կարևոր չի, թե մենք ինչքան ենք տալիս ՀԻԱՏՄ-ին եւ ինչքան ենք ստանում, ինչու եք դուք թերագնահատում այդ փաստարկի կարևորությունը։ Ցույց տալու հիմա պատկերացրեք, այդ գումարը գալ միայն հայկական բյուջե։ Ստացվում է մենք մեր մաքսերից ավելի շատ գումար գնացել է ՀԻԱՏՄ միասնական խոսակ վարչապետը այդ փաստարկը բերում է մաքսատուրքերի, դուք կարող եք խոսակցությունը բացել փորձագետների հետ, ես շատ կուզենայի լսել փորձագետների կարծիքը, խոսակցությունը բացված է, քննարկենք այդ հարցը։ Համայնքների խոշորացման համատեղ տարբեր խոսակցություններ են հնչում, որ առաջիկայում հնարավոր է մասպետների
Ես էլի չեմ կարող ձեզ տրամադրել ինֆորմացիա առարկայական, թե այսօր այս ժամին եղել է այսինչ հարցով, այսինչ քննարկում, բայց ես տենդենսը կարող եմ նկարագրել, այո, համայնքները խոշորանում են, եւ ինչքան ավելի համայնքները խոշորանում են, այնքան, այսպես ասած, ավելի են մոտենում մարզի սահմաններին, հա, այնքան ավելի քիչ ղեկավար մարմիններ են մնում այդ մարզում, քանի որ համայնքն է խոշորանում, համայնքապետերի թիվն է կրճատվում, եւ այդտեղ ես չեմ կարող ասել մարզպետների լիազորությունների վերաբերյալ ինչ-որ քննարկումներ կլինեն կամ որոշումներ կլինեն, թե չէ, բայց փաստ է, որ համայնքի խոշորացումը ինքնին կրճատում է որոշումներ կայացնողների թիվը տվյալ համայնքում եւ հետեւաբար մարզում եւ այո նրանց լիազորությունները ինչ որ առումով մոտենում են իրար չեմ կարծում որ մենք կարող ենք խոսել ամբողջովին այդ ինստիտուտից հրաժարվելու մասին որովհետեւ ամեն դեպքում իրենք կառավարության ներկայացուցիչն են տվյալ մարզում եւ պետքա ուղիղ կառավարության քաղաքականությունը տեղում իմպլեմենտացնեն եւ վերահսկեն կառավարության ծրագրերի իրականացմանը, իսկ համայնքապետերը ընտրվում են առանձին ընտրություններով եւ կարող են եւ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներ չլինել եւ այստեղ կարծում եմ ինչ որ ամեն դեպքում հակակշռման մեխանիզմ ամեն դեպքում մեզ պետք է լինելու